համար այսօրվա ասուլիսը ըստ էության ավելի շատ նախատեսված էր, որ պետք է նվիրված լինի ներքաղաքական օրակարգին, բայց գիտեք, որ երեք պետքարտուղար Ռուբիոյի եւ արտգործնախարար Միրզոյանի մասնակցությամբ հրապարակվել է համատեղ հայտարարություն այսօր առավոտյան կանուխ եւ դերևս ասուլիսը սկսենք այդ փաստաթղթի նախնական գնահատականներից, այն շատ ծավալուն է, ես հասցրել եմ շատ հպանցիկ անդրադառնալ, բայց որոշակի դիտարկումներ արդեն իսկ ունեմ։ Նախ ես ուզում եմ տեղեկացնել, որ ասուլիսին մասնակցում են իմ թիմակիցները, քաղաքախորհրդի անդամներ Վագն Մամիկոնյան, Հայկո Հակոբյան, Լիլիթ Սիլանյան։ Հիմա ըստ էության թրիփի մասին։ Ինչպես գիտեք, կոչվում է այդ փաստաթուղթը թրիփ նախագծի Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Ես ասեմ, որ այս հայտարարության ընթերցումից հետո թրիփի վերաբերյալ իմ վերապահումները ավելի շեշտված եւ արտահայտված դարձան, այսինքն մտահոգություններս ավելի խորացան։ Մեկ բան է, որ հայտարարում էին թրիփ ընդհանրական, մեկ այլ բան է այս փաստաթուղթը, որի ուսումնասիրությունը կրկնում եմ ողջամիտ բանական մարդկանց մոտ միայն կարող է ավելացնել այն մտահոգությունները, որ ունի այս նախագիծը Հայաստանի համար։ Փաստաթղթի նախնական տեքստի ուսումնասիրությունը ինձ բերեց մի համոզման, որ այս փաստաթղթում միտումնավոր ինքնիշխանություն եւ իրավազորություն բառերը շատ հաճախ օգտագործված են քողարկելու համար այն փաստը, որ սույն փաստաթղթով իրականում Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը էապես սահմանափակվում են։ Իսկ դա երևույթին եղել է Փաշինյանի թիմի խնդրանքը, որպեսզի այս բառերը անդադ օգտագործելով փորձեն քողարկել այս փաստաթղթի իրական բովանդակությունը։ Դեկլարատիվ բնույթ ունեն այստեղ արտահայտված ինքնիշխանություն եւ իրավազորություն բառերը։ Շատ նման է նրան, որ ինչքան Նիկոլ Փաշինյանը խոսում է աննախադեպ ինքնիշխանության մասին, այնքան Հայաստանի սուբյեկտությունը լիմոնի պես ճզմվում է, եւ ինչքան Փաշինյանը խոսում է աննախադեպ դեմոկրատիայի մասին, այնքան ավելանում է քաղաքականավորների թիվը մեր երկրում։ Հիմա այն կոնսորցիումը, որը պիտի շահագործի Սյունիքով անցնող 42 կիլոմետր ճանապարհը կամ թրիփը, այդ կոնսորցիումում բաժնետոմսերի 74%-ը պատկանելու են Միացյալ Նահանգներին, ընդամենը 26%-ը Հայաստանի Հանրապետությանը։ Սա նշանակում է Հայաստանի Հանրապետության ազդեցությունը երկրորդական է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը որևէ ազդեցություն չունի ստրատեգիական որոշումների կայացման գործում, որևէ ազդեցություն չի ունենալու։ Ես հիմա արդեն պատկերացնում եմ ինչու էր Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էվանսը հայտարարում, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը ընկել է բուլդոզերի տակ։ Դա ասում եմ, ոչ Ռուսաստանից այդ հայտարարությունը հնչեցրել, ոչ մեր ընդդիմությունը։ Այդ հայտարարության հեղինակը Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էվանսն է։ 3 օր առաջ եւ ես դրան շատ ծավալուն հոդվածով անդրադարձել էի, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը ըստ էության համաձայնությունների, Վաշինգտոնյան համաձայնությունների հիերարխիկ կառուցվածք էր նկարագրում, որտեղ Թուրքիային վերապահված էր Միացյալ Նահանգների շահերի օպերատորի դերակատարություն, Ադրբեջանին վերապահված էր Միացյալ Նահանգների շատ կարևոր գործընկերոջ դերակատարություն, իսկ Հայաստանի օբյեկտի դերակատարություն։ Սա Ֆիդանը ըստ էության իր հարցազրույցում մեկը մեկով բացահայտում էր,
Այն փաստաթուղթը, որ այսօր հրապարակվել է, իհարկե գիտեմ հիմա իշխանության ներկայացուցիչները ինչ կենացներ են ձոնելու այս փաստաթղթին։ Ընդ որում 49 տարով, իսկ հետո երևի նաև 50 տարով Հայաստանը ըստ էության բացառիկ իրավունքներով այս ճանապարհը վարձակալության է անցնում Միացյալ Նահանգներին։ Իսկ այն ինչի մասին դերևս օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարում էր, երբ Ալիևի եւ Փաշինյանի հետ ստորագրում էր հայտնի փաստաթուղթը։ Սա ըստ էության արտաքին գերակշռությամբ կոնցեսիոն մոդել է Հայաստան Միացյալ Նահանգներ հավասարակշռված ռազմավարական գործընկերության փոխարեն։ Կրկնում եմ, այս մոդելը, որը դրված է TRIP-ի հիմքում, արտաքին գերակայությամբ կոնցեսիոն մոդել է։ Ինչ հեքիաթել, որ Արարատ Միրզոյան այսօր առավոտյան չպատմի կամ Նիկոլ Փաշինյանը հիմա չխոսի։ Կա ի վերջո դիվանագիտություն, փառք Աստծո, այս երկրում դերևս մարդիկ մնացել են, որոնք դիվանագիտական փաստաթղթեր կարողանում են ընթերցել։ Մյուսը փաստաթղթում հստակ արձանագրված է, որ Ադրբեջանի քաղաքացիները, ադրբեջանական մեքենաները եւ բեռները TRIP-ով անցնելու են տարբերակված ընթացակարգերով։ Կարծում եմ կարիք չկա բացատրելու սա ինչա նշանակում։ Իսկ Հայաստանի այլ ճանապարհներին գործելու են այլ ռեժիմներ, այստեղ տարբերակված ընթացակարգեր են լինելու, որը առնվազն նշանակում է ճանապարհից բարձր, միջանցքից ցածր կարգավիճակ այդ 42 կիլոմետրի համար։ Front office եւ back office գործառնական մոդելը փաստացի պետական վերահսկողության առաջին շերտը դուրս է բերում պետական համակարգից եւ փոխանցում է մասնավոր օպերատորների։ Այսինքն մասնավոր օպերատորներ են իրականացնելու այդ գործառույթները։ Այն ինչի մասին ես օգոստոսի 8-ից հետո իմ բոլոր հարցազրույցներում խոսում էի։ Այս սիրուն անգլերեն բառերի տակ կամ կատեգորիաների տակ ցավոք սրտի մեր ժողովրդի մեծամասնությունը չի խորանալու այս ձևակերպումների մեջ, թաքնված է սա։ Շատ կարևոր պետական գործառույթ մենք հանձնելու ենք օտարերկրյա ինչ-որ մասնավոր օպերատորների։ Չգիտենք էլ այդ օպերատորները ովքեր են լինելու։ Սա ինքնիշխանության դասական ընկալման խախտում է։ Բացեք ինքնիշխանության հատկանիշների մասին ցանկացած դասագիրք, կլինի բուական կամ ակադեմիական, եւ այս տերմինները համադրեք այդ փաստաթղթում նկարագրված ինքնիշխանության հատկանիշների հետ եւ շատ հեշտությամբ ինքնուրույն առանց կողմնակի ցուցումների կարող եք գտնել իմ խոսքերի հաստատումը։ Հայաստանը այս փաստաթղթով ոչ թե